Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով են ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաասխային շքերթը, որը վարում եմ ես, Լիանա Տերմինասյանը։ Ես այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային երեխաներ։ Ամենից ամենան ունի տարիներով ձևավորված ավանդույթ, որի համաձայն երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ մենք անդրադառնում ենք մեր հայ հայտնիների երեխաներին։ Ու բնականաբար այս տարիների ընթացքում շատ ու շատ աստղային երեխաներ ընդգրկվեցին մեր այս անվանակարգում։ Ասեմ ավելին, որոշ երեխաներ արդեն բնականաբար մեծացել են, հասցրել են ամուսնանալ, իսկ ոմանք նույնիսկ այս տարվա ընթացքում հասցրել են դառնալ ծնող։ Մի խոսքով ժամանակը իսկապես շատ արագ է անցնում, դե իսկ մենք այսօր կրկին անդրադառնում ենք այս թեմային, ամենից ամենաաստղային երեխաներ, ու ես սիրով այս պահին մեր եթերը հանձնում եմ հենց նրանց։ Նարեն ծնվել է 2023 թվականի մարտի 2-ին, նախատեսվածից 1 օր շուտ։ Սակայն ծնված օրվանից ես նրան մեծացնում եմ հատուկ իր համար սահմանված ռեժիմով, այնպես որ սնվելու կամ քնելու հետ կապված խնդիր երբեք չենք ունեցել։ Հասմիկ Խոջյան։ Խարակտերը ամեն դեպքում երևում է, օրինակ մենք ամեն առավոտ բախվում ենք, որովհետև այն հագուստները, որոնք ես առաջարկում եմ, չի համաձայնում ոչ մի կերպ, ու ասում եմ ոչ, ես պետք է իմ ուզածը ընտրեմ։ Բայց ես հիմա դրա լուծումն եմ գտել։ Իրեն առաջարկում եմ մի քանի տարբերակ, համապատասխան սեզոնին, եւ այդ տարբերակներից մեկն է գոնե կարողանում ընտրել։ Ну что, какой сегодня цвет? Красный, синий, сиреневый. Розовый, мама, розовый. Նարեն շատ սիրում է լողալ, ու այս ամեն ինչը սկսվեց նրանից հավանաբար, որ ես 2 ամսականից սկսած իրեն լողի եմ տարել։ Պարտեզ սկսել է հաճախել շատ վաղ տարիքից, 1 ու 3 տարեկանից, 5 ամիս հետո իրեն հանեցի պարտեզից ու գրեթե 6 ամիս չտարա, որովհետև սկսվեց այն ամենահամով ակտիվ շրջանը, որ ես ուղղակի ափսոսում էի այդ ժամերը, որ ինքը պետք է լիներ պարտեզում ու ուզում է իրեն ինձ մոտ պահել, որ վայելեի իրեն։ Նարեի համար չեմ միացնում մուլտեր, այսինքն գաջեթային կյանքից լիարժեք զուրկ ենք, դրա համար շատ բարդ է անընդհատ նոր զբաղմունք գտնել նման հետաքրքրասեր երեխու համար։ Հասմիկն անկեղծ խոստովանում է, որ շատ ուրախ է, որ փոքրիկ Նարեն շատ սիրում է ճամփորդել, այնպես որ իր հետ շրջագայելն իսկական հաճույք է։ Առաջին ճանապարհորդությունը Նարեի հետ եղել է 6 ամսականում, գնացել ենք ծով, այդ ժամանակ անհամեմատ ավելի հեշտ էր, հետո երբ գնացինք եվրոպական 2 քաղաք Վիեննայում ու Պրահայում, ինքը 1 տարեկան 2 ամսական էր, շատ բարդ էր իր հետ, հետո հաջորդ ճանապարհորդությունը նորից ծով ենք տարել, իսկ վերջինը գնացել ենք Փարիզ միասին ու չեք պատկերացնի թե ինչ տպավորված է վերադարձել։ Մինչև հիմա այսպես կուբիկներ է դասավորում, աշտարակ է դարձնում եւ ասում է մամա, տես Էյֆելն է։ Այն հարցին, թե ինչով է հագեցած փոքրիկ Նարեի առօրյան, Հասմիկն անկեղծ խոստովանեց հետևյալը։ Առավոտյան միասին արթնանում ենք, ես գնում եմ աշխատանքի, Նարեն գնում է պարտեզում իր օրը շատ լիարժեք է անցնում։ Կոնֆետ չեմ տվել դեռ երբեք ու երանի եմ տալիս, որ կարողանամ մի քիչ էլ ձգել, որովհետև միշտ ասում եմ մամա կական մամային է։ Փախծերի համ օրինակ ուտում է փանքեյք, որը ես եմ պատրաստում, բանան, ալյուր, կաթ, ու ինքը համարվում է առողջ, օգտակար ու համեղ։ Իսկ ինչպիսի բնավորության գծեր եւ նախասիրություններ են արդեն հստակ ձևավորվել փոքրիկ Նարեի մոտ։ Հասմիկն անկեղծ խոստովանեց հետևյալը։ Շատ ուշադիր է ու նույնիսկ մանրուքներն է նկատում։ Բոլոր երեխեքի մոտ էլ լինում են ինչ-որ պահեր, երբ կարողանում են անել կամակորություն, բայց դա դեռ շատ ընդգծված չի։ Լավագույն միջոցը ուղղակի թեման փոխելն է։ Երբեմն դա բարդությամբ է ստացվում, երբեմն էլ կարողանում եմ արագ իրավիճակը կառավարել։ Մեկ էլ մի կարևոր բնավորության գիծ ունի, որը արդեն շատ ակնհայտ է, սիրում է, որ ամեն ինչը իրենց հստակ տեղերում են լինում, ամեն մեկի իրը պետք է լինի իր մոտ։ Բոլորին։ Ես ու Նարեն միասին պատրաստում ենք ընթրիք, ու այստեղ կարևորը բաղադրատոմսը չի, կարևորը մեր միասին պատրաստելու ընթացքն է։ Այդ ամենին Հասմիկ Խոջյանը հավելեց։ Նարեն շատ կապված է իր պապայի հետ, շատ կապված է նաև աղբորս աղջիկների հետ, շատ կապված է նաև իր հոպարի հետ ու հորաքրոջ հետ, ու ինձ համար միայն ուրախալի է, որ բարեկամական կապը այդ տարիքում նույնիսկ կարողանում է պահել, եւ ես իր ծնված օրից ամեն ինչ արել եմ դրա համար, որ բոլորին կարողանա ընդունել ու սիրել։
Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային երեխաներին, կուզեմ հիշատակել այն երեխաներին, որոնք բացարձակ նման չեն իրենց աստղային ծնողներին։ Եվ այդ իմաստով կուզեմ հիշատակել Ջենիֆեր Լոպեսի անունը։ Եվ այսպես 2008 թվականին Ջենիֆեր Լոպեսը լուսաշխարհ բերեց իր զույգ բալիկներին Էմի Մերիբելին եւ Մարկին։ Ներկա պահին Մարկը եւ Էմի Մերիբելը գտնվում են պատանեկության տարիքում, անցումային տարիքում ու բնականաբար յուրաքանչյուրն իրենցից ձևավորում է եւ ցուցաբերում իր բնավորության առանձնահատկությունները։ Պետք է նշեմ, որ Ջենիֆեր Լոպեսը երբեք չի թաքցրել իր երեխաներին հանրությունից, բարբերաբար տեղադրելով սոցկայքերում երեխաների հետ լուսանկարներ եւ տեսագրություններ։ Հետաքրքրականն այն է, որ այս պահին Էմի Մերիբելը ընտրել է իր համար ոչ, որը բացարձակապես չի հիշեցնում աղջկա կերպար։ Ինքը ավելի շուտ նման է տղայի, երբ որ նայում ես իր վրա, ու այդ իմաստով պետք է փաստել, որ բնականաբար մորը նման չէ, ավելի շուտ հիշեցնում է իր հորը։ Եվ այնուամենայնիվ կան Ջենիֆեր Լոպեսի հետևորդներից շատերը, որոնք փաստում են, որ Էմի Մերիբելը նման է իր մորը, որովհետև այն արտաքինը, որը ներկա պահին ունի Ջենիֆեր Լոպեսը, բազմաթիվ արհեստական միջամտությունների հետևանքով ստեղծված կերպար է։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես սիրում եմ գեղեցիկ շորիկներ, սիրում եմ երգել, պարել, արտասանել։ Ու սիրում եմ իմ նանայի հետ նկարել վիդեոներ իմ բլոգի համար։ Միլա։ Երազանցիկ եմ, խելացի եմ։ Երազել եմ դառնալ դաշնակահար։ Մաման ինձի դաշնամուր է առել։ Գնալու եմ երաժշտական դպրոց։ Եթե անկեղծ ինձ թվում է այսօր պետք է ինքն իր մամայի հետ լիներ, բայց քանի որ մաման դեռ նկարման հրապարակում է, նանան է իր կողքը, ու եթե սենց մի քիչ անպատրաստի եմ, որովհետև կներեք ինձ ես նկարման չէի գալիս։ Ես դերասանուհի, երգչուհի, Ինայի աղջիկն եմ։ Մայրիկի սերիալը, որ նայում եմ, միանգամից հուզվում եմ։ Ես այնտեղ ոչ մեկը չի նեղացնի։ Ռուբենին վստահ է մար։ Իմ աղջիկը շատ նեղած կոտ է, վիրավորվող, պետք է իրան հասկացնես, բացատրես, այն որ մի քիչ բարձր ես խոսում, միանգամից առանց ձայնի, ասած արտասունքը գնում է։ Բայց նենց էլ չի տենց շատ վախ կոտ է, չնայած որ վերջից մթությունից է սկսել վախենալ։ Ես շունիկ ունեմ, անունը Տոպի է, ես իրեն շատ եմ սիրում, խաղալիք եմ գնում, ուշնյաշկար եմ գնում։ Ես բլոգերշա եմ, ես ինտերնետում գովազդ եմ անում, փորձարկումներ եմ անում, անբոքսինգ եմ անում։ Մարտի նվերներ ստացել եք, ես ստացել եմ։ Եկեք միասին անբոքսինգ անենք։ Ուզում եք ձեր ցույց տամ, թե ինչ է։ Երգում եմ, պարում եմ, արտասանում եմ։ Սիրում եմ քեզ, հայոց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու, քեզնով եմ ես հպարտանում, կարդում, գրում, արտասանում։ Ես չեմ սիրում, որ շատ այն երեխայացնում, ինքը փոքր է, չի կարող ես, այդ մեր դարը չի, այդ մեր դարում էր, որ չգիտենք ինտերնետն ինչ է, ու երեխան ոնց է ծնվում։ Գնում եմ մանկական խանութների շորիկներ եմ ցույց տալիս։ Գովազդում եմ, որ նա ամենասիրունը։ Շատ եմ ընկերություն անում Սոնյայի հետ։ Ինքը ինձ սովորացնում է թիթիզ եւ սիրուն հագնվել։ Գլամուրիկ Սոնյա։ Դասարանցիներից սիրում եմ Աննային, Սյունեին, Արյանային, Ադրյանային։ Ես հիմա ուզում եմ իմ դասղեկին ողջունեմ, իմ կեր Գրիգորյանին։ Վերջերս Այբեն Արանի հանդեսն է եղավ և ես Փերին էի։ Ես հրաշքով Փերի դարձա ու հեքիաթներ հորինեցի կարմիր կանաչ հազար ձևով ու հազարան հավքի թևով։
կբաժանեմ մանուկներին, հեքիաթներն այս զարմանալի, որով աշխարհն են օրանում, մոլորակը չի ծերանում, եւ բարին է միշտ հաղթում։ Իդեպ տեղեկացնեմ, որ սա իր առաջին նկարանումն է, իր մաման բացարձակ չի թողում, որ ինքը նկարվի։ Մենք մերժում ենք շատ սերիալների, շատ ֆիլմերի, միայն նկարվում ենք այն գովազդային հոլովակներում, որ բացառապես մանկական է։ Նարեկ, էլի, նետիր, ընկույզ, ասում է Աշոտը։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային երեխաներին, կուզեմ հիշատակել այն երեխաներին, որոնք հասցրել են փայլել իրենց հաջողություններով։ Եվ այդ իմաստով կուզեմ հիշատակել Պամելա Անդերսոնի որդուն, Դիլան Ջագեր Լի։ Պամելա Անդերսոնի որդին ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 29-ին։ Ինքը շատ նման է իր մայրիկին, շատ գեղեցիկ արտաքին ունի, նույնիսկ ասում են, որ ինքը գերազանցեց իր գեղեցկությամբ Պամելա Անդերսոնին։ Եվ բնականաբար նման բնատու գեղեցկությունը իր ուրույն տեղը գտավ մոդելային բիզնեսում։ Առաջին դեֆիլեն, որն ունեցավ Դիլան Ջագեր Լին, եղել է 2016 թվականին, խոսքը Yves Saint Laurent-ի ցուցադրության մասին էր։ Հետաքրքրական է, որ Դիլան Ջագեր Լին ունի նաև իր սեփական բրենդը եւ զբաղվում է երաժշտությամբ։ Հետաքրքրական է, որ մայր եւ որդի իդեալական փոխհարաբերությունների մեջ են, ասեմ ավելին, որ Պամելա Անդերսոնը հաճախ հետևում է որդու խորհուրդների կապված ոճի հետ, որովհետեւ որդու նրբաճաշակ ճաշակին հետևում են շատ շատերը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Եթե մեր ավակ որդին Արնոն շատ հետաքրքրասեր է, շատ ակտիվ ու աշխույժ երեխա, ապա մեր կրտսեր որդին Արեգը ավելի հանգիստ է, բայց երկուսն էլ շատ բարի են։ Դավիթ Խաչատրյան։ Արնոյի հետ շատ առօրյան հագեցած ու մենք իրար հետ շատ ենք կապված։ Իր հետ ամեն մի րոպեն օրվա շատ հետաքրքիր է անցնում, որովհետև այդ հետաքրքրությունները, այդ ինֆորմացիան, որ ինքը ունի ու փորձում է էլ ավելի լրացնել, ստիպում է քեզ նաև նոր բաներ սովորել։ Փոքր ժամանակ ես սիրով գնում էի մանկապարտեզ։ Մեկ-մեկ երեխաները չեն քնում, գնում էին նստում էին այն դրան մյուս քիչ կողքին ու իրանց համար նստում, մինչև մայրիկները գան։ Ես ընդամենը 5-4 անգամ այդտեղ ասես նստել եմ եւ սպասել եմ իմ մայրիկին։ Ամենակարևոր բանը Արնոյի մեջ, որ շատ է ինձ ուրախացնում ու գովելի է, ինքը ինչ որ անում է, շատ հավեսով անում։ Ես սիրում եմ խորանարդիկներով խաղալ, ռուսերեն ներկիրինք ունեմ, որը կոչվում է ռասկրասկա։ Արնոն շատ սիրում է գրքեր կարդալ եւ ունի տանը մի փոքրիկ գրադարան, որտեղ ներառված են իր ցանկությամբ գնված գրքերը։ Այբուբեն ռուսերեն ասում են ալֆավիտ։ Առաջ տարը անե, հետո բան, հետո վան, հետո գան, հետո դան, հետո ժան, հետո զան։ Այդպես տարերն են մի ակտիվնա։ Լինում է երկու տարբերակ, չէ, որ շատ սիրում են գրքեր, սովորել եւ շատ խելոք են, իր մոտ երկուսն էլ կա։ Արնո։ Հայաստանն ինչ է։ Ինչ հայրենիք։ Հայրենիք։ Հա։ Հայրենիք ինչ է։ Հայրենիքը ստեղծված է Աստվածով, որ Աստվածը ամեն ինչ ստեղծել է։ Կարատեի էլա գնում մեծ սիրով։ Պապաս ուզել էր կարատեի գնալ, որ բոլորին հաղթահարի։ Որ կարատեի մրցույթին ես ստացել էի դեղին գոտի։ Բայց հավեսով ես գնում։ Հա, սիրով գնում եմ։ Այս դենդրոպարկը ես միանշանակ գնահատում եմ 10-ից միլիոն։ Ես լավ տեղ եմ։ Շատ ժամանակ ծնողների մոտ մի այսպիսի բան կա, չէ, որ մտածում են առաջ երեխայից հետո ոնց են երկրորդին սիրելու նույն կերպ կսիրեն արդյոք թե չէ։ Արեգի ծնվելուց հետո հասկացա, որ սերը երկուսի հանդեպ էլ շատ մեծ է, պարզապես նրանք բնույթով են տարբեր ու ամեն մեկին յուրով ես ընդունում ու սիրում։ Արեգը բնավորությամբ ավելի հանգիստ երեխա է, սիրում են տանը խաղալիքներով խաղալ, հանգիստ, ինչ-որ պատկերներ է ստեղծում խորանարդներից։ Արնոն բնավորությամբ ավելի ակտիվ է եւ միշտ խանգարում է Արեգին խաղալու հարցում։ Չէ, թափրտում։ Մենք խաղում ենք իր հետ, ու այսպես դինոզավրը շարում ես եւ ինքը խաղում է այդ դրանով։
Առնոյի այդ գրքեր սիրելը ու այդ ինֆորմացիան նաև ազդել է Արեգի վրա, որովհետև մեկ-մեկ տեսնում ենք, որ նստածնում է ու սկսում է հարցեր տալ ու արդեն Արեգը սովորել է այդ հարցերի պատասխանները։ Շատ սիրում են նկարչությամբ զբաղվել, պատկերներ նկարել, կենդանիներ նկարել ու հետաքրքիր է, որ Արեգը իր տարիքում կարողանում է գեղեցիկ բռնել մատիտը եւ նկարել։ Իմ եղբայրը Արչի Ձաքի լավ երեխան, իր համար հանգիստ մուլտեր է նայում։ Քանի որ կենդանասեր է, կարծում եմ բոլոր կենդանասեր մարդիկ իրենք էությամբ բարի են լինում։ Եթե իրեն չնեղացնեն, հաստատ ոչ ոքի չի նեղացնի։ Առջևում ամառ է, գեղեցիկ ամառային բաց հագուստների ժամանակաշրջան, որոնք մենք չենք կարող ուղղակի հագնել առանց անցանկալի մազերի հեռացման։ Ու շատ կանայք ու աղջիկներ փորձում են այդ խնդիրը լուծել տան պայմաններում, որովհետև այդ ոչ այդքան հաճելի պրոցեդուրան չեն վստահում այս կամ այն գեղեցկության սրահին։ Դե որովհետև որպես կանոն գեղեցկության սրահներում պրիվատ այցելություն չի նախատեսվում։ Բնականաբար առաջանում են բարդույթներ այդ իմաստով ու իհարկե նաև մտավախություններ, որ օրինակ ոչ մասնագիտացված գեղեցկության սրահում դժվար թե ներկայացված լինի ամենաժամանակակից բարձր էֆեկտիվ լազերային ապարատ, որը անվտանգ ու բարձր էֆեկտիվությամբ կլուծի անցանկալի մազերի հեռացման խնդիրը։ Մտավախություններից է նաև մասնագետների որակավորումը եւ անշուշտ սանիտար հիգիենիկ բոլոր կանոնների պահպանությունը։ Եվ այդ իմաստով շտապ եմ փաստել, որ Երևանում առաջիններից մեկը բացվեց Laser Lounge մազերի անցանկալի մազերի հեռացման մասնագիտացված կենտրոն։ Կենտրոն, որը ունի հաջողված փորձառություն նաև հանրապետության սահմաններից դուրս եւ Հայաստանում ավելի քան 2000 գոհ հաճախորդ։ Փաստեմ, որ Laser Lounge կենտրոնը ունի մի շարք առավելություններ ու ես որոշեցի այսօր անդրադառնալ հենց դրան։ Հատուկ ուշադրությամբ լսում եք կանայք ու աղջիկներ դուք եւ դիտում, որովհետեւ Laser Lounge-ը բացվել է հատուկ մեզ համար։ Տեղափոխվելով Հայաստան, ես փնտրում էի հարմարավետ մազահեռացման կենտրոն։ Քանի որ այնտեղ մենք ունեինք փորձ եւ կենտրոն ունեինք տեղափոխվելուց ստեղ, ես փնտրում էի ինչ-որ հարմարավետ տարբերակ եւ այցելելով մազահեռացման ստուդիաները եւ ինչ-որ կլինիկաներ կամ անհատ գովելի մասնագետներին, ես հասկացա, որ այն ինչ ես տեսել եմ, ինձ չէր գոհացրել։ Հայտնվեց ցանկություն ստեղծել այնպիսի ստուդիա, որտեղ որ աղջիկները կարող են գալ եւ ստանալ բարձրորակ սպասարկում, արդյունավետ պրոցեդուրա եւ լինել ինչ-որ կոմֆորտ եւ հաճելի զոնայում։ Այսպիսով մենք ստեղծեցինք Laser Lounge-ը։ Հավաքել ենք մեր երազանքների թիմը, մեր բոլոր մասնագետները ունեն բժշկական կրթություն, ավարտել են մեր Laser Lounge-ի ակադեմիան եւ անընդհատ վերապատրաստվում են եւ նոր գիտելիքներ են ստանում, որպեսզի մեր պրոցեդուրաները դառնան ել ավելի հաճելի, կոմֆորտ եւ արդյունավետ։ Մեզ համար կարևոր էր, որպեսզի աշխատենք լավագույն սարքավորումներով։ Այդ պատճառով մենք ընտրեցինք Հայաստանի համար էքսկլյուզիվ սարքավորում, վերջին սերնդի դիոդային լազեր Jet Optic Focuslight տեխնոլոգիայով։ Մեր սարքի առավելությունը այն է, որ նա արդյունավետ է տարբեր մազի, որակի եւ մաշկի երանգների համար, անվնաս է մաշկի համար եւ ազդում է մենակ մազի ֆոլիկուլայի վրա։ Եվ ինչի են
ընտրում մեզ, որովհետև մեր պրոցեդուրաները անցավ են, որովհետև սարքավորման մեջ կա սառեցնող տեխնոլոգիա։ Ինձ համար մազահեռացումը միշտ եղել է մի քիչ ծանր պրոցեդուրա։ Ամեն անգամ հոգեպես նախապատրաստվել եմ պրոցեդուրայից առաջ, բայց պարզվեց մազահեռացումը կարող է լինել ոչ միայն անցավ, այլև արդյունավետ։ Ես վերջապես գտա մի տեղ, որտեղ հոգ են տանում իմ մաշկի մասին, իրականում գնահատում են անվտանգությունը, ու ամեն քայլը հիմնված է բժշկական գիտելիքների վրա։ Լազեր լաունջում ամեն ինչ արվում է, որ դուք ես պաշտպանված զգաս։ Ի տարբերություն բոլոր մնացած հնացած էպիլյացիայի տարբերակների, դիոդային լազերային էպիլյացիայից հետո չեն առաջանում ներաճած մազեր եւ չի լինում մաշկի գրգռվածություն։ Պետք է նաեւ շեշտեմ, որ մենք ունենք մեծ փորձ արտասահմանում եւ կարճ ժամանակում մոտ 2000 գոհ հաճախորդ հասցրել ենք հյուրընկալել այստեղ։ Hi, my name is Julia and this is my 4th time here in Laser Lounge and I have been very grateful with the experience. I see the results are amazing, the technician is really good and I recommend the service to everybody. Եվ այսպես, ինչպես աղջիկները եւ կանայք կարող են գրանցվել մեզ մոտ։ Զանգահարում եք կամ գրում եք մեր սոցիալական հարթակներով, մեր մենեջերները արագ պատասխանում են ձեր բոլոր զանգերին եւ նամակներին, անցկացնում են պրոֆեսիոնալ կոնսուլտացիա, տրամադրում են սպառիչ տեղեկություններ մինչեւ այցելությունը։ Սպասարկում ենք եռալեզու, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Գրանցվելուց հետո արդեն մեզ մոտ տեղում անցկացվում է բժշկական կոնսուլտացիա մասնագետի հետ, որպեսզի հասկանալ արդյոք գոյություն ունեն հակացություններ։ Սրահում մինչև գրանցվելը ձեզ տալիս են բժշկական թերթիկ, որի միջոցով պարզում են արդյոք լազերը ձեզ համապատասխանում է թե ոչ։ Ինչն է ինձ համար ամենակարևորը։ Բժշկական կրթություն ունեցող մասնագետներ անհատական մոտեցմամբ։ Հիմա շատ ակտուալ է, չէ՞, աղջիկները, որ արդեն տենց հեռահասունային տարիքում են լինում, ու անցանկալի մազերի հեռացման խնդիրն առաջանում է, էլի, ձեր կենտրոնում նման կարգի սպասարկումներ լինում են եւ հաճախ են նման աղջիկներ ձեզ դիմում։ Մեզ հաճախ են դիմում նման աղջիկներ եւ իրանց ծնողները եւ ուզում ենք տեղեկացնենք, որ 16-ից 18 տարեկան աղջիկների համար մենք անցկացնում ենք պրոցեդուրան ծնողների գրավոր թույլտվություն։ Մինչեւ 16 տարեկան, այսինքն չի կարելի անել։ Չէ։ Գոյություն ունի միֆ, որ ամռան սեզոնին լազերային էպիլյացիա անել չի կարելի։ Ճիշտ է դա թե չէ։ Դա ճիշտ չի, անկախ եղանակից կարելի է սկսել լազերային էպիլյացիայի պրոցեդուրան։ Կարևորը միայն ճիշտ նախապատրաստվել եւ կատարել խնամք պրոցեդուրայից հետո։ Ճիշտ է, որ արևայրուք լազեր, այսինքն արևայրուկից հետո լազերային էպիլյացիա անել հնարավոր է։ Իհարկե կարելի է, ուղղակի պետք է պահել 7-ից 10 օր ինտերվալ պրոցեդուրայից առաջ եւ հետո։ Ինչքան շուտ դիմեք մեզ, այնքան շուտ կստանաք հարթ եւ առողջ մաշկ։ Եվ եւս մեկ միֆ այդ շրջանառվում է իրանության մեջ, որ լազերը առհասարակ ինքը լազերային էպիլյացիաները առհասարակ վտանգավոր են առողջության համար, ճիշտ է դա թե ոչ։ Դա այդպես չի, քանի որ մեր սարքը ազդում է միայն մազի ֆոլիկուլայի վրա։ Անվնաս է մաշկի, լիմֆայի եւ ներքին օրգանների համար։ Հաճախում եմ լազեր լաունջ, սա իմ 3-րդ այցելություններ, ասեմ, որ արդյունքից շատ գոհ եմ, այնքան գոհ եմ, որ ոչ միտեղ այսքան գոհ չեմ եղել, թե անձնակազմից, թե մասնագետի աշխատանքից եւս գոհ եմ։ Մենք ստեղծել ենք շատ ճկուն գնացուցակ, որպեսզի բարձրորակ պրոցեդուրաները հասանելի լինեն բոլորին։ Եվ նոր հաճախորդների համար առաջի պրոցեդուրան կլինի 30% զեղչով։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային երեխաների թեման, որոնք արդեն հասցրել են փայլել իրենց հաջողություններով եւ կուզեմ իշատակել рэփի լեգենդ Snoop Dogg-ին եւ իր որդուն։ Cordell Brodus-ը
ծնվել է 1994 թվականի օգոստոսի 8-ին Արիուզի համաստեղության տակ։ Ռեփի լեգենդի որդին ընտրել է իր համար երկու ճյուղ՝ սպորտը եւ ֆեյշն ինդուստրիան։ Հիշատակեմ նաեւ մի փաստ, որ Gordon Produce-ը գերագույն հաճույքով միշտ մասնակցում է հոր հետ ամենատարբեր միջոցառումներին եւ ներկապահին ինքը հանդիսանում է Snoop Dogg-ի Joy Rich ապրանքանիշի կրեատիվ տնօրենը։ Դեսքեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Եթե ես ինչ-որ մի բանով սկսում եմ զբաղվել, ապա պետք է այդ գործում հաջողեմ ու լինեմ առաջինը։ Սելին Մկրտչյան։ Փորձում եմ փոքր տարիքից այնպես անել, որ մենք ընկերներ լինենք, որ յուրաքանչյուր գաղտնիք այնպես լինի, որ ինքը ինձ պատմի։ Ունենա այն մեկին, բացի որպես ծնող, նաև ընկերուհի, մոտ ընկերուհի, ով ամենասրտացավը կլինի, ով ամենաճիշտ խորհուրդները կտա։ Ես ու դու ընկերներ ենք, չէ՞, բան։ Ես քո ընկերուհին եմ, չէ՞։ Լիքը նախասիրություններ ունի, գնում եմ մենթալ թվաբանության, բալետի, թեթև ատլետիկայի։ Որոշեցինք մենթալ թվաբանության խմբակի տարիքում շատ ավելի կարևոր է, որ ինքը արագ տրամաբանի, կողմնորոշվի, դա էլ մի հատ տենց առիթ էր, որպեսզի հաճախեր մենթալ թվաբանության։ Հələ մի հատ մի բան մեզ հաշվի իմանանք, էլի։ 1 5 հանած 2 պատասխան 5 Գեղարվեստական գիմնաստիկայի է գնում։ Առաջի ամիսը, որ գնում էր, մրցումներ կար, մենք մտածում էինք, թե ոչ միտեղ չի զբաղացնել, էլի, բայց զբաղացրեց երրորդ տեղը։ Բալետն է, որը տարին երևի թե 2-3 անգամ համերգ են տալիս հենց, ու մի քանի պարերով։ Ինչի գնում է, շատ ինքը սիրում է, որովհետև մենք ուշադրություն ենք դարձնում նրան, որ ինքը իր ուզելով լինի։ Սելինի մոտ այդ գերազանցիկի սինդրոմն է։ Ամբողջ կյանքս երազել եմ, որ ես առաջին տեղը գրավում, որ մեդալս ստանամ։ Հենց որ իմ տնային է վերջանում, ես իմամ խաղալ ու նկարել։ Հենց որ դուրս չի գալիս արդեն, նկար ես սկսում եմ մուլտիկ նայել։ Սելինը պապայի աղջիկն է, շատ խիստ ծնող եմ, որպես մայր, ես դա գիտակցում եմ, եթե բարկանում եմ, բնականաբար Սելինին մի անգամից վազում է պապայի մոտ։ Պապայի աղջիկն է, չէ՞ դու, բայց մաման ընկերուհին է, չէ՞ քո։ Պապայի հետ մենակ արագ են խաղում, խաղում, որ պետք է արագ նայես։ Կողմնորոշվենք, չէ՞, պատկերները նայեն, կողմնորոշվեն, ու արագ այդ քարտերը դնենք։ Դիքը քեզի կծում եմ, հետո դու քնում ես։ Ինձ ընունն է լինում, մաման ինձ սիրուն շորերը հագնում, օրինակ որ իմ ծնունդներ ապրել է 20, ես տարածա 6 տարեկան ու ինձ մի հատ դպրոցական շորեր հագցրել։ Այս տարի սեպտեմբերի նոր պետք է հաճախի դպրոց։ Մենք արդեն դպրոցել ենք ընտրել, շատ բարդությամբ։ Որ բառը ստացվեց, բարձր ասա, մոտ բառը, պատասխանես ինչ ես ուզում դառնաս, Բալդո։ Մամ դառնամ նկարչուհի։ Կողմնորոշվեցի։ Մենք գնում ենք ցուցադրության երեխաների ու ինքը կանգնեց, ասեց, որ ես ուզում եմ այդպես քայլեմ բեմի վրա, այդպես սիրուն շորիկներ հագնեմ։ Ինքը դուրս եկավ, վստահ, ինչ պետք է աներ, արեց ու իջավ բեմից։ Չէ՞, Սելին։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային երեխաների թեման, որոնք հասցրել են հասնել որոշակի հաջողությունների եւ այս անգամ կուզեմ հիշատակել Հոլիվուդյան աստղեր Շոն Պենի եւ Ռոբին Ռայթի աղջկա Դիլան Պենի անունը։ Դիլան Պենը ծնվել է 1991 թվականի ապրիլի 13-ին Խոյի համաստեղության տակ։ Ինքը զբաղվում է դերասանությամբ եւ մոդելինգով, բայց նախքան այդ ամենով զբաղվելը ինքը աշխատել է ավելի ճիշտ եւ որպես մատուցող, եւ որպես հոսթիս, եւ որպես պիցցայի առաքիչ, անգամ որպես ֆրիլանս սցենարիստ։
Շատերին Դիլան Պենը հայտնի դարձավ 2021 թվականին, երբ ինքը նկարահանվեց Կեղծարար ֆիլմում։ Իդեպ այս ֆիլմի ռեժիսորը հենց իր հայրն է, Շոն Պենը, որը եւ կերտեց այդ ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես այն խորին համոզման եմ, որ երեխաները դեռ չծնված ունեն իրենց բնավորությունը։ Որդիս Արնոն Աստվածիս վառ ապացույցն է։ Ինքը շատ հետաքրքրասեր երեխա է, իր հետաքրքրություններով, հանգիստ է, բայց ինքնասածին։ Կարլոս Մուրադյան։ Ինքը շատ բարի, խղճով երեխա է եւ ոչ ոքի չի նեղացնի։ Անկամ եթե ճիճվին կամ մրջունին տրորես, աչքերը կլցնի, լաց կլինի։ Շատ ընկերասեր է, սիրո մեջ մեծացած երեխա է։ Դրա համար ինքը ագրեսիան կամ անհավասարությունը, մրցակցությունը շատ ծանր է տանում։ Ինքը չգիտի մանիպուլյացիան ինչա գետնին ընկնի, լացի։ Շատ ջանք պետք չի թափել երեխայի դաստիարակության, իր հոգեբանության ձևավորման վրա, որովհետև ինքը լինում է այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա։ Ու լավագույն տարբերակը իհարկե սեփական օրինակով ինչ-որ բան սովորացնել, իհարկե գրագետ լինելը անհրաժեշտ բան է, բայց ինքը էսպիսին է, всё։ Դու ինչ կենթանի ես։ Այորուտ։ Ինչի։ Որովհետև հուլից 23 եմ տվել։ Ինչ ես ուզում դառնաս Արնո, որ մեծանաս։ Տիեզերագնաց։ Տիեզերագնաց, հա, այտենց կլասիկ սովետական երազանք, որը որոշումներ չի, որ մենք ենք ասել կամ ցույց ենք տվել, թե այդ ինչ մասնագիտություն է։ Արնոին մենք տանում ենք տարբեր խմբակներ, որտեղ հավանում է, որտեղ իրան լավ ազգում, այնտեղ գնում է, այնտեղ մնում է։ Մենք արդեն 5-րդ մանկապարտեզն ենք փոխում Արնոյին։ Իհարկե կապրիզներից ու բնավորության դժվար դրսևորումներից չի, այլ թողում ենք իր նախասիրություններին։ Հիշում ես, որ դու հանդես էիր արել, հանդեսում ով էիր։ Զատիկը։ Նոր տարվա հանդեսին։ Թագավորը։ Լսի, բա Զատիկի ժամանակ ինչ բառեր էինք ասում։ Ես Զատիկն եմ, ես Զատիկն եմ, մեր պարտեզի մի հատիկն եմ, մեջքիս ունեմ սև ուտը, ունեմ մանիկ, սիրուն տոտը։ Բա նոր տարվա թագավորինը կհիշես։ Իմ թագուհի։ Այսօր ես որոշել եմ իմ թագավորության համար մի բարի գործ կատարել։ Կազմակերպել մի բալատական պարահանդես։ Ինչ ես գնում։ Նկարչության, էլ։ Արդ։ Կարատե, էլ։ Մնգո։ Մնգո։ Էլ։ Կենտրոն։ Կենտրոն։ Is this the real life? Is this the fantasy? Դու այդ երկում ես երկտից։ Freddie Mercury. Does this say I'm a sin of the world? Damn, ooh, the master of my sea. Ooh. Դա պապայի հետ չեք գնում սարեր բաներ։ Գնում եմ։ Հավեսով ես գնում թե տենց։ Հավեսով։ Արնոյի հետ շատ հեշտ է ճանապարհ գնալ եւ ճամփորդելը։ Ես կասեմ անգամ հաճույք է։ Վանաձորում ապրում ենք, սեփական այգի ունենք մեծ ու ինքը շատ է շփվում բնության հետ, այսինքն հստակ տարբերվում է բնակարանում մեծացած երեխաներից իր նախասիրություններով եւ ժամանցով։ Իսկ դու բարի ես թե չար։ Բարի։ Իսկ կենթանիներին սիրում ես։ Հա։ Չոլոյա իսկական։ Ամենից ամենան շարունակում է իր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր են այս պայն միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաշխային երեխաների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Իմ մանկական հետաքրքրությունների եւ նվաճումների մասին առիթ ունեցել եմ ձեզ պատմել։ Այսօր արդեն ավելի շատ հետաքրքրված եմ քիմիայով, կենսաբանությամբ, բայց չեմ թողնում նաև աճպարարությունը։ Զբաղվում եմ նաև երաժշտությամբ։ Իսկ ահա փոքր եղբայրս Ադամը շատ չարաճճի է։ Սիրում է միշտ գալ ու խանգարել դասապատրաստման process-ին։ Եվա Ամիրյան։
Իմ ամենասիրելի առարկաների շարքում է քիմիան եւ կենսաբանությունը, նաեւ գրականությունը։ Կենսաբանության ոլորտում մասնակցել եմ մրցույթների, դարձել եմ կանաչ դեսպան։ Քիմիայի համար մասնակցել եմ քիմիայի համադպրոցական միջազգային մրցույթի։ Գրականության ոլորտում հաղթել եմ իսկական հերոսը շարադրությունում։ Չեմ մոռանում արվեստի մասին, համատեղում եմ դպրոցի հետ։ Դպրոցում բոլոր միջոցառումներին իմ մասնակցությունը ունեմ։ Այս անգամ միջոցառումը զորավար անդրանիկներ, մեր դասղեկներ կազմակերպել եւ ես հանդիսանում եի այնտեղ որպես Պանդոկի երգչուհի, նաեւ Ֆեդային։ Եթե շղթաների մեջ ես ծնվում, ապրում, մեռնում, քո մեղքն է, ոչ թե ուրիշինը, որովհետեւ չես բողոքում, չես պայքարում, համաձայնում են շղթաներին։ Եթե չապստամբես ճակատագրի դեմ, ինքդ կդառնաս զավակների տապագայի բանտապան։ Այն հնարքները, որ ես սովորեցնում եմ Եվային, այդ հնարքները կատարում են պրոֆեսիոնալ աճպարարները։ Եվան համարյա 1-2 փորձից հետո արդեն վարպետորեն սկսում է այդ հնարքները ճիշտ կատարել։ Եվ ինչ ուղղել, որ ընտրեմ, աճպարարությունը միշտ կմնա իմ մասնագիտությունների շարքում։ Դեմիհանի, չէ։ Չկոչը։ Դե թող մնա, ես հետո կհանեմ, կամ Հասմիկ։ Մամիսն եմ։ Քանի որ 3 աղջիկ ունեմ եւ միշտ երազել եմ անպայման տղա ունենամ եւ ինքը լույս աշխարհ եկավ։ Եվան դժվար ընտելացավ այդ լուրին, բայց Ադամին տեսնելուց հետո նրա մոտ շատ բան փոխվեց։ Վայրենին ավարի եմ խաղում շատ, գժվացնում եմ, երբ որ արդեն ներվայնանում եմ, ասում եմ գնա դասերը տարա դու։ Հիմա նոր բան է սովորել, ինչ որ ասում եմ, դու ինձ մի ասա ես ինչ անեմ։ Ադամը անհամբեր սպասում է, թե երբ է Եվան դպրոցից գալու, որ փաթաթվի իր քույրիկին։ Երբ որ նեղված եմ լինում, գալիս է փաթաթվում է, ասում է ինչ ա եղել, ոչինչ կանցնի։ Եթե ինչ որ բան ես բերում եմ տուն, որ պետք է տամ Ադամին, ինքը անպայման սենց բա Եվային ու իր ձեռով տանում է եւ Եվային էլ է տալիս։ Օրվա մեջ շատ անգամներ հարցնում եմ, մամ, ոնց ես, մամ, լավ ես, մամ, ես քեզ սիրում եմ։ Տրամաբանությունը շատ լավ աշխատում է եւ դրա հետ միասին ցանկացած առաջին բառը, որ լսում է կամ թեման, անպայման ֆիքսում է, անպայման հիշում է այդ թեման միանգամից։ Եվ հաջորդ խոսակցությունների ժամանակ, երբ որ այդ թեմայից ես խոսում, ինքը միանգամից արդեն միանում է թեմային, ինչով անգամ մեր մեծահասակ ընկերները զարմանում են, թե ես որտեղից գիտե այդ թեմաները։ Էլեկտրական հովացուցիչներով, այդ օդափոխիչներով Ադամը շատ տարված է։ Գնում ենք ոչի կտելու, երբ որ դուրս բացում ենք, մտնում ենք սրա, մեկ էլ բոլորին բարձր դուրս բարև ձեզ, ու բոլորը շուռ են գալիս աշխատողները, վայ Ադամ ջան, բարև քեզ։ Ու այնտեղ տեղ կա, այդ սառնարանի մոտ, գնում է կանգնում է այդ շարժիչների մոտ, մեկ էլ աշխատողներից մի երկու հոգի, հա Ադամ ջան, աշխատում է, ասում է, հա, աշխատում է, հա, ինչ լավ է, որ աշխատում է։ Էլեկտրական հովացուցիչներին իր լեզվով ասում է գուղի։ Իր համար աշխարհը մի մեծ գուղի է։ Ադամս ինչ է սարքում, Ադամ ջան։ Գուղին է սարքում։ Ոնց է սարքում։ Հա, որ պտտվի։ Հա։ Գուղին վենտիլատորը։ Այ հենա պտտվում է, ինքը անընդհատ նայում է ոնց է պտտվում։ Օգոստոսին իմացա, որ Պորտուգալիա Հայաստան խաղն է լինելու, Ռոնալդոն իմ սիրած ֆուտբոլիստը գալու է Հայաստան, ասում եմ ուր ես գնալու, ասում եմ գնում եմ ֆուտբոլ նայեմ, որ Ռոնալդոին տնամ, պիտի տրիբունայից թռնեմ վրան, ասում եմ բայց դու գուղի չես, որ թռնես վրան վերևից։ Շատ մեծ հաճույք եմ ստանում, երբ որ Ադամի հետ գնում եմ զբոսնելու, չէ՞ Ադամ։ Բոլոր բակերում ուրեմն դաշտերի տեղերը գիտի։ Ձեռքս բռնում է ու տանում է, ասում այնտեղ էս կա, այնտեղ են կա, հա։ Եվ շատ Այո։ Մեկ էլ Ադամը շատ սիրում է գեղեցիկ աղջիկներին, երբ նա գեղեցիկ եւ երիտասարդ աղջիկ է տեսնում, իր քույրիկի հետ է համեմատում, ասում է մամ, ուրիշ Եվա է գալիս, տես։ Ադամ ով է զանգել։ Հա, խոսա, հետո։ Ճիշտ է, բա Ադամս քանի տարեկան է դառնում։ Քանի տարեկան է դառնում։ 2, ճիշտ է։ Եվս մեկ ամենից ամենամասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Ես միշտ զարմանում եմ, թե ինչպես մեկ հորից, մեկ մորից ծնվում են երկու բևեռային տարբեր խառնվածքներով եւ բնավորության գծերով երեխաներ։ Չէ՞ որ նրանք գեներից բացի ստանում են միևնույն դաստիարակություն։
Գրիգոր Աբրահամյան 2017 թվականին առաջի անգամ հայր դարձա, ծնվեց իմ առաջնեկը Գոռը։ Բնավորությամբ շատ զուսպ է, բանական, հասկացող, որոշ հարցերի շատ խորն է նայում։ Ես ծնվել էի ու շատ բարի տղա էր եղել։ Հայրիկիս արածները անում եմ, հայրիկիս ասածները անում եմ։ Ու ընկերության մեջ էլ ինքը շատ նվիրված է ու որոշ հարցերում չափից շատ զիջող է ընկերներին։ Ես որ մի քիչ մեծացա, գնացի պարտեզու ընկերներ գտա։ Մանկապարտեզը ավարտեցինք եւ արդեն ես Ալեքսը եւ Դավիթը ընդունվեցինք դպրոց նույն դասարան։ Լավ սովորում ենք մաթեմատիկա, մայրենիք, կերպարվեստ եւ տեխնոլոգիա։ Հետո մենք տեղափոխվեցինք երկրորդ դասարան։ Ճիշտ ասած, ես երբեք չէի մտածում, որ իմ երեխաներից մեկը երաժշտությամբ զբաղվի։ Ես փոքր ժամանակվանից սիրում եմ երգել եւ գնացի երգի։ Պես ստացվեց, որ տանում ենք երգի հայկազուն կամույթ, որտեղ եւ ես եմ սկսել երգել եւ նույն մանկավարժի մոտ Գայանե Գրիգորյանի մոտ։ Ես մենակատար երգում եմ։ Երգում ենք հայրենասիրական ազգագրական երգ, որ արդեն մեծանամ օպերայի երգիչ եմ դառնալու։ Ես միշտ ցանկացել եմ, որ իմ զավակները նաև սպորտով զբաղվեն եւ ինքս էլ պատանեկան տարիներում ձյուդոյի եմ հաճախել եւ որոշեցինք, որ տանեմ ձյուդոյի։ Զարմանալիորեն իմ որդու ձյուդոյի մարզիչը, պարոն Հարութը, նաև իմ մարզիչն է եղել։ Մենք արդեն երկրորդ մրցումն ենք ունենալու։ Ես առաջին մրցումում ունեցել եմ երկրորդ տեղ եւ պատվոգիր եմ ունեցել։ Առաջնակից ծնունդից հետո 2.5 տարի անց նորից հայրացա եւ ծնվեց իմ Արմանը։ Արմանի ծնունդով ես համոզվեցի, որ մարդ մոր կրծքի տակ ինչպես լինում է, ծնունդից հետո եւ իր առօրյա կյանքում չի փոխվում։ Դրա վառ օրինակը Արմանս է, շատ բավականին իշխող, ինքնակամ, շատ բանական, շատ խելացի եւ կատեգորիկ տարբերվում է իր եղբորից։ Ես խաղում եմ նա գալսա ամեն ինչ վերցնում է, խառնում է։ Սկսում ենք կռվել մենք։ Կռվելը վերջացնում ենք, հետո արդեն իմ հետ ուրախ է լինում եղբայրս։ Մանկապարտեզից գնում թե դպրոցում, ես չեմ հիշում։ Այսօր օրինակ ինքներդ տեսակ շատ տրամադրված եկել էր, էսի չեմ ասելու, էսի կասեմ, սրա մասում բայց չխոսած։ Երաժշտական լավ լսողություն ունի, բայց երգով չի զբաղվում։ Գնում է պարիկ ու ասում է լավ տվյալներ ունի եւ գնում է Արմանը շախմատի, մի քանի օր առաջ հանդիպում ունեցա իր մանկավարժի հետ շախմատի, ասեց սա ուրիշ է, սա բնավորություն ունի, ասեց գորի նման չի։ Սիրում եմ ամառային արձակուրդներ եւ ամբողջ օրը իջնում եմ բակ։ Մարի, Վաչե, Դավիթ, Աշոտ եւ Գևորգ։ Նրանք բոլորը իմ բակի ընկերներն են։ Մազերի խնամքը ակտուալ է բոլոր ժամանակներում, անկախ սեռից, տարիքից, աշխարհագրական դիրքից, մազերի որակից եւ երկարությունից։ Ահա թե ինչու համաշխարհային ինդուստրիայում անընդհատ մտածվում են նորանոր միջոցներ եւ տեխնոլոգիաներ, որոնք կոչված են լուծելու մազերի որակի հետ կապված բոլոր տեսակի խնդիրները։ Բայց ցավոք ոչ բոլոր միջոցներն են ստեղծվում բնական եւ էկոլոգիապես մաքուր հումքից։ Հատկապես մեր բարձր ալերգիկ ֆոնի պայմաններում սա բավականին լուրջ խնդիր է, որովհետև նման միջոցները որպես կանոն մի կողմից լուծում են մազերի որակի խնդիրը, ունենում են առողջ, փառքմամ, գեղեցիկ մազեր, բայց մյուս կողմից օրինակ կարող են առաջացնել ալերգիա։ Օրինակ, մազածածկույթի տակ, մաշկի գրգռվածություն եւ այլն եւ այլն։
Այս երկար նախաբանս պատահական չէր, որովհետև ունեմ շատ լավ նորություն։ Բոլոր նրանց համար, ովքեր դեռ տեղյակ չեն, որ այլևս մեզ մոտ Հայաստանում պաշտոնապես ներկայացվում է հայտնի Կարսել ապրանքանիշը իր մազերի խնամքի պրոֆեսիոնալ միջոցներով։ Ինչպես հայտնի է, Կարսելը ներկայացնում է բացառապես բնական, էկոլոգիապես մաքուր հումքով պատրաստված մազերի խնամքի միջոցներ ու ես որոշեցի հյուրընկալել մեզ մոտ Կարսելի հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցչին Աստղիկ Սարգսյանին։ Վստահ եմ այն ամենը, ինչ կիսվելու է մեզ հետ Աստղիկը, հետաքրքիր կլինի ոչ միայն սովորական սպառողներին, այլ նաև պրոֆեսիոնալ վարսահարդարներին։ Սոցհարթակներում շատ էինք տեսել Կարսել բրենդը ներկայացված, հետաքրքրեց, որոշեցինք, որ պետք է փորձենք, ու հրաչուհին, որը ներկայումս հայաստանյան ներկայացուցիչն է Կարսելի, որոշեց, որ պետք է պատվիրի որակը ստուգելու համար, պատվիրելուց եւ փորձելուց հետո հրաչուհին հասկացավ, որ գին որակ համապատասխանում է միմյանց, ու կարևորը, որ բնական բաղադրիչներից է բաղկացած, որոշեցինք միասին, որ պետք է կապ հաստատենք գործարանի հետ եւ պատվիրենք։ Իրականում ռիսկային էր պատվերը, քանի որ միանգամից պետքա մեծ ծավալով պատվիրենք եւ ինչպես տեսնում ենք, արդեն մեծ հաջողություններ են գրանցել։ Կարսել Արմենիան ներկայացնում է Կարսել բրենդի օրիգինալ մազերի խնամքի միջոցներ։ Բնական եւ էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված, փայլ եւ փափկություն նույնիսկ մեկ անգամ օգտագործելուց հետո։ Միայն փորձեք, որակը երաշխավորված է։ Մենք հիմա միակ ներկրողն ենք Հայաստանում, որ ներկայացնում ենք օրիգինալ Կարսել ապրանքանիշը։ Քանի որ շատ է հիմա հայկական շուկան Կարսել ապրանքանիշով, բայց նշեմ, որ հիմնականում կեղծ են բոլորը եւ միայն մենք ենք ներկայացնում օրիգինալ արտադրանքը։ Կարսել բրենդի օրիգինալ յուղի տուփն այսպիսին է, ներմուծված եւ հայաֆիկացումով։ Հակառակ կողմում տեսնում եք QR կոդը, ինչը նաեւ արկա է յուղի տարայի վրա։ Կարսել բրենդի օրիգինալ յուղը մնացած բոլոր պատենտներից չտարբերելը պարզապես անհնար է, քանի որ այն ունի այլ երանգ եւ շատ անուշաբույր է։ Իսկ հիմա միասին Կարսել բրենդի օրիգինալ արտադրանքի QR կոդերն ենք ստուգում։ Գլխավոր առավելությունը դա այն է, որ բնական հումքի վրա է ստեղծված, ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, հղիներին եւ երեխաներին նույնպես կարելի է։ Հիմնական բաղադրությունը յուղերն են։ Կարսել բրենդը հայտնի է իր կոլագենային դիմակով, ինչով է այն տարբերվում մնացած դիմակներից։ Արևածաղկի յուղ է իր մեջ պարունակում, ավոկադոյի էքստրակտ է պարունակում, արգանի յուղ է պարունակում, վիտամիններ եւ ամինաթթուներ։ Կարևոր է նաեւ նշել, որ չի պարունակում ֆոսֆատ, սուլֆատ եւ պարաբեն եւ կարելի է կերատինարված մազերի։ Հաջորդ թոփ տեսականի է համարվում Կարսելի եթերային յուղը, մակադամիայի եւ արգանի յուղի խառնուրդ է, նույնպես քիմիական տարրեր, ֆոսֆատ, սուլֆատ, պարաբեն չի պարունակում, պարունակում է կոկոսի յուղ, հակաօքսիդանտներ, եթերային յուղեր, որոնք պաշտպանում են մազերը արևի ճառագայթներից եւ այլ ազդեցություններից։ Իսկ դիմակի եւ յուղի միասին օգտագործումը ավելի խորը խոնավեցում է տալիս մազերին, փայլ է հաղորդում մազերին եւ լիարժեք արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել Կարսելի կոլագենային շամպունը, ինչպես նաեւ կոնդիցիոները։ Կարսելի մազերի խնամքը նախատեսված է վնասված, փխրուն, չոր մազերի համար, ինչպես նաեւ շատ է խորհուրդ տրվում ներկած մազերին։ Ունենք գունաբացված, այսինքն բլոնդ մազերի համար նախատեսված մանուշակագույն դիմակ, որը կոտրում է մազերի դեղնավուն երանգը եւ սառը ավելի երանգ է հաղորդում, միաժամանակ նաեւ չի վնասում մազերը։ Շամպունների մենք ունենք մի քանի տեսակներ։ Առաջին տեսակը թեփի դեմ շամպունն է, որը ամբողջությամբ վերացնում է գլխամաշկի թեփը, իսկ լիակատար արդյունքի հասնելու համար իհարկե խորհուրդ է տրվում օգտագործել եւ շամպունը եւ կոնդիցիոները իրար հետ միասին։ Քիմիական տարր չի պարունակում եւ միայն բնական բաղադրիչների շնորհիվ թեփը ամբողջությամբ վերանում է եւ կերատին արված մազերին էլ է կարելի։
որոշում կայացվեց, որ նաև պետք է ներկայացնենք մազաթափության դեմ շամպունը։ Լիքը մեկնաբանություններ ենք ստացել, որ որակապես շատ բարձր է եւ իսկապես օգնում է։ Եվ ամբողջությամբ լիակատար արդյունքի հասնելու համար պետք է օգտագործել եւ շամպունը եւ կոնդիցիոները։ Հաջորդ ապրանքատեսակը կարսելի ջերմապաշտպանն է։ Այն օգտագործում են տաք հոսանքներով մազերը հարդարելուց առաջ, այսինքն վարսահարդարելուց, արթուքով մազերը հարդարելուց առաջ չի թողնում, որ մազերը վնասվեն։ Նաև նշեմ, որ կարսի ջերմապաշտպանը պաշտպանում է մազերը բոլոր տեսակի ջերմային ճառագայթներից։ Հիմա խոսեմ Կարսիլի պրեմիում դասի արտադրանքի մասին, դա Կարսիլի BNC շարքն է։ Տարբերությունը BNC-ի այն է, որ հիմնական բաղադրիչը արգանի յուղն է, որը ջղավորվածությունն է կանխում, վնասված մազերի համար առաջին փրկությունն է, փայլ է հաղորդում մազերին, խոնավացնում է մազերը, ինչպես նաև նպաստում է մազերի բնական աճին։ Քանի որ BNC-ն ավելի շատ լյուքս դասի արտադրանք է, հիմնականում դրանից օգտվում են վարսահարդարները, top հորիզոնականը զբաղեցնում է Կարսելի BNC մազերի դիմակը։ Իր մեջ պարունակում է հիմնականում արգանի յուղ, BNC շամպունը հիմնական բաղադրությունն է կոկոսի յուղը եւ արգանի յուղը, այն հիմնական նախատեսված է չորի վնասված մազերի համար։ Առանձնացնեմ Կարսել BNC շարքի 4 շամպունը, որը իրականում իսկական փրկություն է։ Եթե չեք հասցրել մազերը հարդարել, կարող եք 4 շամպունով փչել գլխին ու ընդհանուր տեսք ստանում, որը 1 օրից 2 օր պահպանվում է։ Քանի որ ամառային արձակուրդներն են մոտենում եւ ճամփորդությունները շատ են, մենք ունենք travel set-եր։ Travel set-ը իր մեջ պարունակում է Կարսելի փոքր դիմակ, շամպուն եւ կոնդիցիոներ։ Իրականում նաեւ շատ հարմար տարբերակ է, թե մարդիկ ուզում են փորձել նախնական, կարող են travel set-ը գնել, որակը գնահատելու համար։ Վերցրու քեզ հետ Կարսել travel set-ը ու թող մազերդ փայլեն ցանկացած կետում։ Կարսելը որակապես այնքան լավն է, այն կարելի է օգտագործել ոչ միայն տան պայմաններում, այլ նաև պրոֆեսիոնալ խնամքի համար, այսինքն հետ աշխատում են գեղեցկության սրանքները, նաև անհատ վարսահարդարները։ Կարսելից պատվեր կարող եք կատարել ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ սոցհարթակների միջոցով։ Հաճախորդի հետ քննարկումից հետո, հասկանալուց հետո ինչ պրոդուկտ է նրան անհրաժեշտ, արդեն պատվերի առաքումն են կազմակերպում, մեզ մոտ գործում է առաքման ծառայություն, առաքման ծառայությունը տեղի ունենում 24 ժամվա ընթացքում։ Երբ որ մեզ դիմում են սովորական սպառողները, մենք իրենց հետ խորհրդատվություն ենք անցկացնում եւ սովորեցնում ենք իրենց ինչպես պետք է ճիշտ խնամել մազերը Կարսելի միջոցով, որպեսզի ցանկալի արդյունք ստանան։ Օգտագործում եմ Կարսել բրենդի օրիգինալ մազերի խնամքի դիմակը եւ յուղը։ Դիմակը տարածում ենք արդեն նախապես լվացված եւ սրբիչով չորացված մազերին։ Դիմակի այն զանգվածը, որը օգտագործելու ենք մազերի համար, առանձնացնում ենք տուփից եւ վրան ավելացնում 3-ից 4 կաթիլ յուղ։ Տարածում ենք մազերին այնպես, որ ամբողջությամբ մազերի արմատներից մինչեւ ծայրերը դիմակը տարածվի։ Ամբողջ մազերին լավ տարածելուց հետո սանրում ենք եւ սպասում 10-ից 15 րոպե։ Քանի որ մազերը շատ վնասված են, հարդարումից առաջ օգտագործում եմ Կարսել բրենդի մազերի խնամքի ջերմապաշտպանը։ Հարդարումը կատարում եմ ամենասովորական սանրով եւ ֆենով։ Ինչպես տեսնում եք, արդյունքն արդեն տեսանելի է։ Եվ ամենակարևորը դա գնային քաղաքականությունն է։ Կարող եմ վստահեցնել, որ Կարսելի գին եւ որակ հարաբերակցությունը միանգամայն համապատասխանում է։ Մեծաքանակ պատվերների դեպքում մենք համագործակցում ենք թե անհատների, թե գեղեցկության սրահների հետ եւ ունենք ճկուն զեղչային քաղաքականություն։ Առիթների ժամանակ զեղչերի հետ մեկտեղ հաճելի նվերներ են ստանում բոլոր մեր հավատարիմ հաճախորդները եւ միշտ մեզ այն շնորհակալություն են հայտնում, որ այսպիսի որակյալ արտադրանք ենք եւ ապրանքանիշ ենք ներկայացնում Հայաստանում։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով եւ այդ ամենին թերևս հավել եմ իմ շնորհավորանքի խոսքերը։
Ամենից ամենայի ամբողջ ստեղծագործական թիմի անունից ուզում եմ շնորհավորել աշխարհի բոլոր երեխաներին, երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ։ Թող որ աշխարհի բոլոր երեխաները միշտ լինեն ուրախ, առողջ եւ անհոգ եւ երբեք չունենան տխրելու առիթ։ Իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտադրով սպասում մեր հաջորդ եթերին։ Դες մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։ Երեխեք ջան, ամենից ամենայի հաշ ջան, վայս ջան, հայկ ջան ու տիկ ջան, ձեր երեխեքի տոնն է շնորհավոր։ Ապրես